Ողջույն գործարալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, հիշեցնում եմ, որ 106 եւ 5 հաճախականությամբ եք միացել մեզ կամ էլ դիտում եք թվային հարթակներում, թարմ ուղեղով զրույցի շրջանակում մենք շարունակում ենք հետևել կարևոր իրադարձություններին նախընտրական եւ մեր տաղավարում հյուրընկալել քաղաքական ուժերի տարբեր ներկայացուցիչների ներկայացնելու իրենց ծրագրերը։ Եվ այսօր իմ զրուցակից առաջին խոսափողի մոտ Էլինար Վարդանյանն է, Բարգավաճ Հայաստանի падգամավորի թեկնածու, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ այստեղ եք, Տիկին Վարդանյան։ Նախ ոնց է գնահատում քարոզարշավի ընթացքը, բան չմնաց ավարտվում է արդեն եւ ընտրությունները շատ մոտ են, մի քանի օր ընդամենը։ Այս ընթացքը շատերի համար շատ մտահոգիչ էր, որովհետեւ հանրության շրջանում այդպես հատկապես իշխանության հետ կարծես թե հակասություններ շատ եղան, ձերբակալություններ, դժգոհություններ, ընդդիմության դաշտում ինչպես կգնահատեք։ Եթե ես փորձեմ նախ գնահատել ընդհանուր քարոզարշավը, ապա պետք է ասեմ, որ այս քարոզարշավը առանձնացավ հենց հատկապես ոչ քաղաքական խոսույթով, այսինքն եթե նախկինում քարոզարշավի ընթացքում կարող են լինել հատուկեն դեպքեր, երբ հնչեին վիրավորանքներ, սպառնալիքներ եւ ատելության խոսք, ապա այս ամբողջ քարոզարշավի ընթացքում հենց իշխանության կողմից բարբերաբար հենց հնչել են եւ վիրավորանք, եւ սպառնալիքներ, եւ ատելության խոսք, եւ ենթադրում եմ, որ այս նախընտրական քարոզարշավը մեր հասարակության հիշողության մեջ հենց դրանով էլ մնալու է, որովհետեւ էլի հերթական անգամ իշխանությունները հանդես են գալիս սպառնալիքներով, բռնելու, չգիտեմ, սատկացնելու եւ չեմ շարունակի, չեմ կրկնի այն խոսույթը, որ իրենց կողմից կիրառվում է եւ ընդդիմությանը շատ հաճախ մնում է հակադարձել դրան, թեև այս ի պատիվ իրենց ընդդիմությունը բավականին բարձր պահեց իր կլասը եւ ոչ միշտ էր, որ իջավ այս Փաշինյանի սպառնալիքներին պատասխանելու մակարդակին, ես կարող եմ նաեւ հատկապես նշել Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, որովհետեւ այստեղ սկզբունքը եղել է հետեւյալը, որ լսել քննադատությունը, եթե դա քննադատություն է, ապա եւ եթե դա ընդունելի քննադատություն է, ապա ընդունել եւ այդպես մենք օրինակ մեր ծրագրերում որոշակի շտկումներ եւ փոփոխություններ են կարել, բայց եթե դա վիրավորանք է եւ սպառնալիքներ, ապա չիջնել այդ մակարդակին, բայց բնականաբար թույլ չտալ, որպեսզի այդ կարմիր գծերը մշտապես հատվեն եւ դա է պատճառը, որ շատ հաճախ իրենց վիրավորանքներին եւ սպառնալիքներին հետեւել է մեր կողմից հասարակության հետ բաց եւ ազնիվ խոսակցությունը ծրագրային կետերի վերաբերյալ եւ ոչ թե այդ սպառնալիքների եւ վիրավորանքների վերաբերյալ փորձել ենք չմտնել, հա, իհարկե երբեմն այնքան այսպես կարմիր գծերը հատվել են, որ փորձել ենք, բայց քաղաքական լեզվով պատասխանել դրան առանց վիրավորանքների, թեև դա այսպես որևէ կերպ չի կանգնացրել իշխանությանը, իրենք շարունակել են եւ մինչեւ հիմա էլ շարունակում են նույն տեմպով իրականացնել իրենց քարոզարշավը եւ ամենավատ անընդունելի բանը, որ նաեւ տեղի է ունեցել, օրինակ մտնել ընտանիք, հա, խոսել ընտանիքի մասին, ինչը իմ կարծիքով քաղաքականության մեջ անթույլատրելի է եւ նույնիսկ այն պարագայում, երբ օրինակ Նիկոլ Փաշինյանի ընտանիք մտնելու փորձեր է արվել, ես այն մարդկանցից եմ, ով բան է արել, դեմ է եղել դրան, որովհետև նաև հրապարակային եմ խոսել, որ պետք չի մտնել ընտանիք, Փաշինյանի պարագայում էլ ինքը այնքան շահագործում իր ընտանիքը, որ շատ ավելի ճիշտ է կողմնակի միջամտություններ չլինեն։ Տիկին Վարդանյան, այ տեսեք, ես նկատել եմ ամեն դեպքում, չգիտեմ որքանով իմ նկատածը իրականությանը համապատասխանում, դուք էլ ձեր գնահատականը կտաք, որ Փաշինյանի ընտրազանգվածը քաջալերում է այդ վարքը ամեն դեպքում, գուցե ընտրազանգվածի մի մասը։ Եվ եթե հաջողվի ձեզ գալ իշխանության, արդյոք հեշտ է լինելու այդ մարդկանց հետ շփվել, որովհետև դա մեր հանրությունն է, մեր երկիրն է, իրենք մեծամասնություն են ամեն դեպքում, ոնց եք պատկերացնում։ Տեսեք, Փաշինյանի ընտրազանգվածի վարքագիծը դա Փաշինյանի վարքագծի պրոյեկցիան է։ Այսինքն երբ Փաշինյանը
18 թվականից սկսած հատում է բոլոր կարմիր գծերը եւ երբ ինքը անում է այն ինչ չի կարելի անել եւ որևէ բանական քաղաքական գործիչ չպետք է աներ, դա պրոյեկտվում է հասարակության վրա։ Փաշինյանը վիրավորում է, Փաշինյանը սպառնում է, հասարակությունը վիրավորում է, հասարակությունը սպառնում է։ Փաշինյանը գնում է կոնֆլիկտի, հասարակությունը գնում է կոնֆլիկտի։ Մեր այսօրվա հասարակության այս հանցավոր մթնոլորտը, որը որ ինչքան էլ իրենք ուզում են հայրքեն եւ ասեն հանցավորության անկում ունենք եւ այլն, բայց դրան զուգահեռ ծանր հանցագործությունների աճը, այս մթնոլորտը իրականում իշխանության գործողությունների հետևանքն է։ Եվ եթե եւ ոչ թե եթե, այլ ես հավատում եմ, որ այս ընտրություններից հետո Փաշինյանի իշխանության չի լինելու, ապա այս պարագայում հասարակության վարքագիծը շատ արագ կփոխվի, կախված իշխանության վարքագծից։ Ավելին ասեմ, այդ Փաշինյանին ընտրողները շատ կարճ ժամանակ հետո նույնիսկ չեն խոստովանելու, որ իրենք Փաշինյանին են ընտրել։ Այսօր շատերը նույնիսկ չեն խոստովանում։ Այո, այսօր իրականում շատերի մոտ ամոթ է հրապարակային ասել, որ իրենք ընտրելու են քաղաքացիական պայմանագիրը կամ Փաշինյանին, որովհետև հասկանում են, որ հասարակության առողջ զանգվածը մերժում է եւ Փաշինյանին եւ Փաշինյանի կուսակցությանը ու նաեւ այդ մթնոլորտը, որ արկա է։ Հետևաբար, այո, մտահոգիչ է այս իրավիճակը, մտահոգիչ է, որ մեր հասարակությունը նմանվում է օրինակ Կոլիզեում գլադիատորների կռիվ դիտող եւ վերջում էլ սպանելու պահանջով հանդես եկող հասարակության, այն էլ այս դարում, հա, երբ որ քաղաքակրթությունը զարգանում է եւ շարունակում է զարգանալ, բայց հասարակության հետ աշխատանքը կարծում եմ շատ կարևոր է եւ շատ հեշտ է լինելու այս ամեն ինչը հաղթահարել, պարզապես պետք է դա գա քաղաքական էլիտայից։ Եթե քաղաքական էլիտան այդ ամեն ինչը հասկացավ, իսկ ամենակարևոր բանը, որ այսօր պետք է գիտակցեն քաղաքական գործիչները, դա հանրային համերաշխությունն է, եթե դա հասկացավ, մենք ունենալու ենք առողջացման գնացող հասարակություն։ Իսկ ինչ առաջարկում Փաշինյանը, որ մյուսները, այդ թվում դուք չեք առաջարկում, որ այդքան գրավում է իր ընտրազանգվածին։ Տեսեք, Փաշինյանը 2018 թվականից հասարակությանը խոստանում է թալանածը հետ բերել եւ բաժանել հանրությանը։ Ընդ որում այս քաոզարշավի հանդիպումներից մեկի ժամանակ էր, երբ խոսում էր թվերի մասին, ընդ որում այդպես էլ չհասկացանք իրականում ճիշտ թվերը որոնք էին, այդ ինչքան էին իրենք կարողացել հետ վերադարձնել եւ այլն։ Մի օր մի թիվ ասում, մի օր մեկ այլ թիվ ասում եւ հետո հասարակությանը ասում է, դա տվել ենք ձեզ։ Սիրելի հայրենակիցներ, ասում է, այդ թալանածը մենք վերցրել ենք եւ տվել ենք ձեզ։ Եվ հիմա այդ հասարակության մոտ խոստումը հետեւյալն է, որ այն սոցիալական անարդարությունը, որ շատ տարիներ եղել է, իսկ մենք չենք կարող դա հերքել, հա, որ իսկապես մենք սոցիալական անարդարության փուլեր ենք ունեցել եւ այլն, հիմա մենք հաղթահարում ենք դա եւ այդ անարդարության ձեր զգացումը վերանալու է նաեւ նրանով, որ այդ թալանածը ձեզ ենք տալու։ Հետո ուզում ես հարցնել հասարակությանը, իսկ որևէ մեկը այդ թալանածը ձեր սեփական կենցաղում տեսակ եւ զգացիք, եթե դա են 10,000 դրամներ, շքերթ արեցինք, ինչքան տեխնիկա են գնել, դա ձեզ համար չի։ Հասարակության համար եւ գիտեք այստեղ մի շատ կարեւոր հանգամանք կա իհարկե բանակը եւ բանակի սպառազինությունը երկրի եւ հասարակության համար է, երկրի հասարակության պաշտպանության համար է, բայց երբ որ դու շքերթ ես անում եւ գլուխ ես գովում, որ տեսեք առել ենք այսպիսի զենքեր եւ այլն, ինչը իհարկե նորմալ մարդու համար հպարտանալու առիթ պետք է հանդիսանա, բայց այս իշխանությունները այնպես էին արել, որ ցավոք սրտի մեր հասարակության մի զանգվածը նույնիսկ չէր կարողանում իրենց ստիպել, հա, նայել այդ շքերթը եւ տեսնել թե պետության զինված ուժերը ինչ վիճակում են, ինչը էլի այս իշխանությունների ստեղծած մթնոլորտի արդյունքում է, բայց երբ որ դու դրան զուգահեռ ասում ես, որ այ հեսա Աշնան Ալիևը հարձակվելու է եւ արդեն իսկ կանխագուշակում ես այդ հարձակման ծանր եւ մեզ համար ըստ էության ոչ ընդունելի հետևանքները, այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչին էր դա ուղղված, ինչի համար էր դա։ Կամ եթե ինքը ուզում է հասարակությանը համոզել, որ օրինակ թոշակառուների թոշակը բարձրացրել ենք 10,000 դրամով եւ դա այդ թալանածը հետ ենք բերել ժողովուրդ ձեզ ենք տվել եւ այլն, բայց ինչի օրինակ անկեղծ չի ասում մարդկանց, թե մեր պետական պարտքը ինչ ծանր է նստելու իրենց ուսերին։
գոնե այդ պետական պարտքի թիվը թաքցնել չեն կարողանում, բայց հասկանալի է, չէ, որ մեր եւ մեր սերունդների ուսերին ինչքան ծանր է լինելու այդ պետական պարտքը փակելու ողջ բեռը։ Դե մենք գիտենք, որ մեր հանրությունը սովորը ջայլամային քաղաքականությամբ ապրել են, ինչ որ անլուծելի թվացող հարց է կամ բարդ լուծվող հարց է, դրա մասին չխոսել, չքննարկել, չտեսնելու տալ։ Այո, մենք այդ խնդիրը իրականում ունենք եւ հատկապես մեր հասարակությունը կարծես թե խնդիրները եւ պատասխանատվությունը իր վրա չի վերցնում։ Այսինքն ինքը մտածում է դե դա ինձ անմիջապես ինձ հետ չի առնչվում, իմ տուն դեռ չի եկել, Արցախի հարցում էլ նույնն է։ Այո, իմ տուն չի եկել, իմ դուռը չի թակել, թողեք հանգիստ ապրեմ։ Մոտավորապես այս հոգեվիճակն է եւ սա էլ գիտեք երկարատև աշխատանքի հետևանք է, այսինքն երբ դու շատ երկար ժամանակ հասարակությանը համոզում ես, որ շատ ավելի կարեւոր է քո կենցաղը, քան թե պետությունը եւ հայրենիքը, ի վերջո ինքը փակվում է իր տանը եւ իր համար կենցաղը եւ հայրենիքը եւ պետությունը իր տունն է, քանի դեռ իր դուռը չեն թակել։ Սա իհարկե այսպես շատ բան հետևողականորեն կաթիլ մեր հասարակությանը կազմալուծելու քաղաքականություն է եղել եւ այո շատ կարեւոր է որ մենք կարողանանք մեր հասարակությանը այս կենցաղային մտածելակերպից հանել իհարկե կենցաղը շատ կարեւոր է իհարկե շատ կարեւոր է որ մարդը չմտածի իր օրվա հացի մասին իսկ ցավոք սրտի այսօր մենք այդ խնդիրը ունենք Իհարկե շատ կարևոր է որ թոշակառուն ունենա ոչ միայն սպառողական նվազագույն զամբյուղի հնարավորություն, այլ բարեկեցիկ ապրելու հնարավորություն։ Եվ ոչ թե Փաշինյանը վեր կենա ասի թոշակառուն այսօր սոված չի եւ ավելին 1 տարվա ընթացքում ինքը կարող է մի զույգ կոշիկ, 1 թեյի եւ 1 սուրճի բաժակ գնել։ Այսինքն մեր պատկերացումները թոշակառուի բարեկեցության դրանով են սահմանափակվում։ Կենցաղը կարևոր է, շատ կարևոր է, բայց մտածելակերպը պետք է կենցաղային չլինի։ Եվ այս առումով, այո, Փաշինյանի խոստումները հենց դրանով են գրավում, որ ոչ թե ինքը ասում է, թե ինչպես է զարգացնելու տնտեսությունը, որի արդյունքում մարդիկ կարողանալու են ավելի բարեկեցիկ լինել, թեև մենք տեսնում ենք, որ վերջին մի քանի Ռուսաստանի Դաշնության սահմանափակումների պատճառով մեր տնտեսությունը իհարկե կոլապսի առջև է կանգնելու շատ կարճ ժամանակահատվածում, բայց ինքը ոչ թե զարգացման ծրագրեր է առաջարկում, այլ մարդկանց փորձում է համոզել, որ այդ վերցնելու եմ, տալու եմ ձեզ։ Տեսեք Տիկին Վարդանյան, երբ խոշոր ուժերին այսպես փորձենք քննարկել, Գագիկ Ծառուկյանը որպես ձեր պայմանական առաջնորդ, այսպես ասենք, քանի որ դուք դեռևս ձեր վարչապետի տեխնացուին չեք ասել, Ռոբերտ Քոչարյանը եւ Սամվել Կարապետյանը, Նիկոլ Փաշինյանը կարող է հանգիստ այս դեպքում ասել, տեսեք, իրենք մեծահարուստ են, ես ինչպիսի ունեցվածք ունեմ, ինչպիսի կյանքով եմ ապրում եւ հանրությունը դրա հետևից է գնում։ Այսինքն ասում է, ինչպիսի տարբերություն կա այդ ուժերի առաջնորդների ու մեր հանրության միջև։ Ոնց է այդ հարցը լուծվելու հաշվի առնելով մեր աղքատության վիճակը, սոցիալական ծանր վիճակը, որը տարիներ շարունակ լուծում է պահանջում, բայց լուծում դեռևս չկա։ Ոնց անել, որ այդ անջրպետը գնալով չմեծանա։ Այստեղ երկու կարևոր հանգամանք կա։ Փաշինյանը իհարկե իրեն փորձում է ներկայացնել հասարակության մի մասնիկ մի բջիջ, հա, որը որ ոչինչ չունի, այո, ոչինչ չունի եւ վարկովել տունա ձեռք բերել մեզանից շատերի նման եւ այլն, բայց օրինակ մոռանում է ժողովրդին ասել, թե այդ բյուջեից իր ամառանոցների համար, որտեղ ինքը այս 8 տարին բնակվում է, որքան հսկայական միջոցներ են տրամադրվում Ինչքան ընդ որում այս իշխանությունը այն իշխանությունն էր, որ եկավ եւ օրենք ընդունեց այդպիսի ինֆորմացիայի հրապարակման սահմանափակման հետ կապված, որպես գաղտնի ինֆորմացիա ներկայացնելու։ Մարդիկ պատկերացնում են, թե պետբյուջեից մեր բոլորի վճարած հարկերի հաշվին ինչպիսի ահռելի գումարներ են ծախսվում։ Բայց եթե այդքան ժողովրդի ծոցից դուրս եկած մարդ են, որում ես հենց առաջին նիստի ժամանակ առաջարկել եմ դուրս գալ այդ ամառանոցներից եւ ամառանոցները դարձնել այն ժամանակ 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամության ստացածների վերականգնողական կենտրոն, բայց ինչի չարեց։ Հա, որովհետև այդ կոմֆորտը, այդ ճոխությունը իրեն դուր է գալիս, առավել եւս որ այդ կոմֆորտի համար վճարում ենք մենք եւ ոչ թե ինքը
Եվ այդ ամեն ինչը մարդիկ պետք է հասկանան, պետք է տեսնեն։ Մյուս կողմից, այո, շատ կարևոր է, որ այդ անջրպետը վերանա եւ դրա համար կարևոր է, թե ինչպիսի տնտեսական ծրագրեր են առաջարկելու մարդիկ, առաջնորդները, ուժերը, քաղաքական ուժերը։ Ձեր ծրագիրը որն է։ Տնտեսական ծրագիրը իհարկե բավականին ընդարձակ է եւ այստեղ հատկապես շեշտը դրվում է մանր եւ միջին բիզնեսի վրա, այսինքն փոքր եւ միջին բիզնեսի վրա եւ ամբողջ խնդիրը նրանումն է, որ բոլոր զարգացած պետությունները գնում են փոքր եւ միջին բիզնեսը խրախուսելու ճանապարհով, մենք գնում ենք փոքր եւ միջին բիզնեսը հարկերի օբյեկտ դարձնելու ճանապարհով, այսինքն ինչքան կարող ենք շատ հարկեր բանանել, ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի այս մարդիկ շնչելու հնարավորություն չունենան։ Սա ամենակարևոր գործոններից մեկն է։ Հաջորդ կարևոր քայլը իհարկե պետք է լինի տնտեսական ծրագրերից ներքին արդյունաբերությունը զարգացնելը։ Մենք այս պահին ընդհանրապես այսպես սպասարկման ոլորտը զարգացնող երկիր ենք հանդիսանում, բայց դրան զուգահեռ, եթե մենք ուզում ենք պետությունը զարգանա, պետք է մտածենք խոշոր արդյունաբերական ծրագրերի մասին։ Եվ օրինակ այդ ծրագրերից մեկը կարող է լինել հանքանյութերի մշակման արդյունաբերություն հիմնելը։ Դա իսկապես կարող է լուրջ խթան հանդիսանալ եւ սրան զուգահեռ այս տնտեսական ծրագրերին զուգահեռ իհարկե պետք է տեղի ունենան նաեւ սոցիալական ծրագրեր եւ այդ սոցիալական ծրագրերը պետք է ուղղված լինեն մարդկանց սոցիալական բարեկեցության բարձրացմանը նվազագույն աշխատավարձը պետք է բնականաբար բարձրանա պետք է բնականաբար թոշակները բարձրանան եւ մեր հաշվարկներով հնարավոր է շատ կարճ ժամանակահատվածում թոշակները մինչեւ 100,000 բարձրացնել պետք է սրան զուգահեռ նաև ծրագրեր իրականացվեն կրթական ոլորտի բարելավման համար, այսինքն այս ամեն ինչը պետք է լինի կոմպլեքս ծրագիր, որը հնարավորություն կտա մշակել եւ իրականացնել երկրի բարգավաճման ծրագիրը եւ գիտեք որպեսզի չստեղծվի այնպիսի մի իրավիճակ երբ օրինակ եթե վերջին 2-3 օրերի ընթացքում եթե հետևում եք անընդհատ սահմանափակումներ են դրվում Հայաստանից արտահանվող արտահանումների նկատմամբ, հա, օրինակ մի օր կորիզավոր մրգերն են սահմանափակվում, հաջորդ օրը բանջարեղենի սահմանափակում է, մինչ այդ ծաղիկների արտահանման սահմանափակում է։ Այո, մենք եւ ոչ թե այդ դրա արդյունքում վարչապետը վեր կենա եւ ասի, ոչինչ ձեր բիբարի փողը ես կտամ, այդտեղ հարցը առաջանում եսը ով եմ, գրպանից տես այդ փողը տալու, կամ ով է ասում, որ այդ տնտեսվարողներին պետքա քո տված փողը այդ միանգամվա տված փողով հարցը չի լուծվելու, չէ՞, մարդիկ բիզնես են կորցնելու։ Հա, Հայաստանն էլ է ինքը, կառավարությունն էլ է ինքը։ Ուզում ասեմ, պետք է ստեղծվեն մեխանիզմներ, որպիսի բիզնեսը երաշխավորված լինի, եւ ոչ թե բիզնեսմենը, որը որ այսօրվա իշխանության քաղաքականության հետևանքով պատի արչեւ կկանգնի, մի հատ էլ մտածի Փաշինյանը բիբարի փողը տալու է, թե չի տալու։ Իսկ անվտանգային հարցերում ինչ լուծում ու առաջարկ են ներկայացնում Բարգավաճ Հայաստանը կամ առաջարկ Հայաստանին ձեր ծրագիրը ինչ է առաջարկում այ զենքի գնման հարցում նոր դաշնակիցների ձեռքբերման կամ եղած դաշնակիցների հետ հարաբերությունների բարելավման հարցում։ Տեսեք, առաջարկ Հայաստանին ծրագիրը ունի 3 առանցքային առաջարկ։ Դրանցից առաջինը երաշխավորված խաղաղությունն է, այնուհետև հանրային համերաշխությունը եւ զարգացող տնտեսությունը։ Այսինքն այս 3 կոմպոնենտների արկայության պարագայում իհարկե հնարավոր է մեր երկիրը հանել այս իրավիճակից, ընդ որում ռիսկային իրավիճակից, խոսքը անվտանգային ռիսկերի մասին է, խոսքը տնտեսական ռիսկերի մասին է, ինչին մենք արդեն բախվում ենք, եւ նաեւ հանրային ռիսկերի մասին է։ Եթե գամ հանրային համերաշխությունից եւ այնուհետեւ գնամ անվտանգությանը, հանրային համերաշխությունը դա ամենակարևոր նախադրյալն է մնացած երկուսի իրականացման համար։ Եթե քո հանրությունը բսկտված է, քո հանրությունը նշանակում է քո պետությունը բաց է այլ պետությունների ազդեցությունների համար։ Քո պետությունը բաց է տարբեր տեսակի հիբրիդային հարձակումների համար։ Հանրային համերաշխության ապահովման
պարագայում հնարավոր է լինելու մյուս երկուսի երաշխավորումը։ Հիմա երաշխավորված խաղաղության մասին, երբ մենք խոսում ենք, բոլորն ասում են դե հեն այլ Փաշինյանը խաղաղություն ա բերում, մի հատ կիսաստորագրած փաստաթուղթ ունեն եւ այդ մի հատ էլ գալիս է այդ կիսաստորագրած փաստաթղթով, ասում է տեր կանգնեք ձեր խաղաղությանը մարդկանց, երբ որ հաշտում ես որն է այդ խաղաղության երաշխիքները, օրինակ Ալեն Սիմոնյանն ասում է Ադրբեջանն է այդ խաղաղության երաշխավորը, այսինքն սենց աբսուրդ քաղաքագիտության մեջ չկա, երբ դու փորձում ես երկու պետություններով հասնել խաղաղության, բայց որպես երաշխավոր դիտարկում ես այն պետությունը, որը որ այս պահին գտնվում է քո երկրի տարածքում, որովհետև օկուպացրել է քո երկրի տարածքը։ Հիմա այս պարագայում երաշխավորված խաղաղությունը ենթադրում է մեխանիզմների առկայություն եւ նաեւ դաշնակիցների հետ հարաբերություններ։ Շատերի մոտ տպավորությունն է, որ ասում են երաշխավորված խաղաղություն նկատում ենք մի պետություն կարող է լինել, որը որ պետք է երաշխավորը լինի, ոչ, այս պարագայում անհրաժեշտ է հավասարակշռված հարաբերություններ դաշնակիցների հետ եւ նոր դաշնակիցների ձեռքբերման հարցում։ Մեզ մոտ ինչ է ստացվում։ Մեզ մոտ ստացվում է, եթե դաշնակիցը այսօրվա իշխանության համար ընդունելի չէ, ելնելով նաև որոշակի աշխարհաքաղաքական ազդեցությունների պատճառով, մենք այդ դաշնակցին դարձնում ենք մեզ թշնամի։ Այսինքն, եթե դու նույնիսկ դաշնակցի հետ չես ուզում հարաբերություններդ շարունակես խորացնել, ապա պահպանիր եղածը եւ մի թույլ տուր, որ այդ դաշնակիցը դառնա քեզ թշնամի, դա շատ ավելի վտանգավոր է նախկին դաշնակիցը, որը թշնամի է, քան այն պետությունները, որոնք որ մշտապես այո քեզ համար թշնամի են եղել։ Եվ այս պարագայում այո պետք է ստեղծվի այդ հակակշիռները եւ հավասարակշռությունը, որովհետեւ այո, մենք պետք է կարողանանք Եվրասիական տնտեսական միության հետ մեր հարաբերությունները շարունակել խորացնել, բայց դրան զուգահեռ մենք պետք է կարողանանք Եվրոպական միության եւ ԱՄՆ-ի, այսինքն հավաքական արևմուտքի հետ հարաբերությունների խորացման գնալ։ Եվ մենք չպետք է բերեինք հասցնեինք այն վիճակին, որ մի հատ, չգիտեմ, օրենք էլ չես կոչի այդ օրենքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու մասին, ինչ որ երկու տողանոց օրենք ընդունես եւ դրանով իսկ քո հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ բանանես լարես եւ հասցնես այն վիճակին, որ այսօր մեր տնտեսվարողները այսպիսի լուրջ խնդիրների առջև կանգնեն, բայց ԵՄ-ի հետ պետք է արդյոք մեր հարաբերությունների խորացում, իհարկե պետք է, եւ դա երկարատև պատմություն ունի, այնպես չի որ Փաշինյանը եկա մի օր հասկացավ, որ ԵՄ կա եւ մենք բոլորով պետք է գնանք ԵՄ 2001 թվականից մենք Եվրոպայի խորհրդի անդամ ենք հանդիսանում։ Մենք մեր օրենսդրական բազան համապատասխանեցրել ենք այդ ժամանակ եվրոպական չափանիշներին եւ այստեղ շատ ավելի կարեւոր հանգամանք կա, եթե դու ուզում ես գնաս Եվրոպական միություն, մի հատ արժեքային համակարգը փոխի։ Այսօր դարձրել է բռնապետական պետություն եւ այս ժողովրդավարությամբ ասում է գնում ենք Եվրոպական միություն, Եվրոպական միությունն էլ դռները բացել էր, ասում էր եկեք, ուր եք, ինչի մինչեւ հիմա չեք եկել։ Մի հատ հետ գնանք, հա, ուսումնասիրենք այլ պետություններին, որոնք որ տասնյակ տարիներով սպասում են Եվրոպական միության անդամակցությանը։ Թուրքիան 90-ականներից է process-ը սկսել։ Տիկին Վարդանյան, մի քիչ շեղվենք դեպի ավելի ներքաղաքական հարցեր, երբ դուք Հայաստան դաշինքից էիք, ձեր թիմակիցները հաճախ շեշտում էին, որ շատ բարդ է այս իշխանության հետ ազգային ժողովում աշխատանքը եւ հնարավոր չի նրանց հետ համագործակցել ու այդ պատճառով դուք չեք կարողանում ազդեցություն ունենալ հաճախ կարևորագույն հարցերի լուծման ու որոշման վրա։ Այ հիմա երբ դուք կրկին լինեք ազգային ժողովում, ոնց եք աշխատելու, եթե իշխանությունը շարունակի լինել Նիկոլ Փաշինյան։ Նախ եկեք ընդունենք, որ անկախ ամեն ինչից թե ինչպիսի արդյունքներ կլինեն, կոնֆիգուրացիան նույնը չի լինելու։ Որովհետև այսօր, հա, իշխանությունը ուներ բացարձակ մեծամասնություն եւ նույնիսկ սահմանադրական օրենքների փոփոխության համար իրենց ներկայացվածությունը բավարարում էր։ Ես վստահ եմ, որ նախից հավատում եմ, որ ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանի իշխանություն չի ձևավորելու, որովհետև հանրային տրամադրություններից, այսինքն հանրային տրամադրությունները ցույց են տալիս, որ այնուամենայնիվ հասարակությունը ուզում է փոփոխություններ եւ ուզում է լավ փոփոխություններ եւ այդ փոփոխությունները ամենևին Նիկոլ Փաշինյանի հետ չի կապում։ Այսինքն ընտրությունների արդյունքում ես հասկանում եմ, որ Փաշինյանը տոկոսային առումով
որ մենակ է ինքը որպես առանձին ուժ կունենա ավելի բարձր տոկոսներ, քան ընդդիմադիր ուժերից յուրաքանչյուրը առանձին վերցրած, բայց ընդդիմադիր ուժերը ունեն հնարավորություն միասնական շատ ավելի մեծ ներկայացվածություն ունենալ, քան իշխանությունն է։ Բայց եթե վերանանք այս իրավիճակից եւ պատկերացնենք, որ բայց ես ասում եմ, եթե այս կոնֆիգուրացիան կլինի, եթե կլինեն արդար ազատ ընտրություններ, բայց մենք տեսնում ենք, որ Փաշինյանը այս process-ում էլ գնում է հակառակ ճանապարհով, գնում է բռնությունների, գնում է ձերբակալությունների եւ կալանավորումների ճանապարհով եւ հետեւաբար վստահ լինել, որ իսկապես ընտրությունները կլինեն օրենքին համապատասխան, այսինքն արդար կլինեն, թափանցիկ կլինեն, խախտումներ չեն լինի եւ այլն, կարծում եմ միամտություն է։ Եվ հետեւաբար, եթե ինքը այդ ամբողջ արսենալը կգործադրի եւ դրա արդյունքում իշխանություն կձևավորի, նախ առաջին հերթին քաղաքական ուժերը պետք է որոշեն դրա արդյունքում միասնական ինչպիսի մոտեցում ունեն։ Ես այստեղ առաջ ընկնել չեմ կարող եւ չեմ կարող ասել, թե ինչպիսի որոշում կլինի, բայց եթե նույնիսկ իշխանություն կձևավորի Փաշինյանը, ապա հանրային տրամադրությունները ցույց են տալիս, որ նա ամենևին չի ունենալու այն մեծամասնությունը, որը որ ուներ այսօր, եւ հետո իր համար շատ դժվար է լինելու այդ միանձնյա օրենքները դակելու process-ը իրականացնել եւ այս ժամանակ արդեն քաղաքական երկխոսության պահանջարկ է առաջանալու հենց ազգային ժողովում։ Քանի որ մենք քիչ ժամանակ ունենք, զրույցը արդեն ավարտին է մոտենում, անպայման հարցնեմ, ինչու դուք չունեք դեռևս վարչապետի թեկնածու։ Թեկնածու ունենք, այսինքն դրա մասին պարբերաբար հայտարարվել է, որ թեկնածու մեկը չէ եւ ավելին։ Անուն հստակ անուն կհնչի ճիշտ ժամանակին, որովհետեւ այս քարոզարշավի ընթացքում մեր ուժը շատ ավելի կարեւորել է մարդկանց հասցնել առաջարկը, թե ինչի համար ենք մենք գալու իշխանության եւ ոչ թե անձը, որով պետք է պայմանավորված լինի դա։ Ավելին ես կարծում եմ, քանի որ ես խոսեցի կոնֆիգուրացիայի փոփոխման մասին, որ ընդդիմադիրները կոալիցիա կազմելու հնարավորություն կունենան եւ այլն, եւ հենց այդ ժամանակ է, որ բարձ կլինի, այո, թե ի վերջո ով է լինելու ընդդիմության միասնական վարչապետի թեկնածուն։ Եթե համամիտ չլինեք ընտրությունների արդյունքների հետ, արդյոք փողոցային պայքար եք սկսելու։ Ես այս պահին չեմ կարող առաջ ընկնել, որովհետև ես կարծում եմ, որ դա պետք է լինի ընդդիմադիր ուժերի միասնական որոշում, որովհետև մենք ընդդիմադիր ուժերը ըստ էության այս պահին պայքարում են մեկ ճակատով եւ պայքարում են մեկ նպատակի համար։ Թույլ չտալ, որ այս ընտրությունները լինեն Հայաստանի Հանրապետության վերջին ընտրությունները, որովհետև սա իսկապես ճակատագրական ընտրություն է, սա Հայաստանի լինելիության, մեր պետության եւ պետականության ճակատագիրը որոշող ընտրություն է։ Հետևաբար, քանի որ այս օրակարգը միասնական է, հետևաբար ես կարծում եմ, իսկ իրական ընդդիմադիր ուժերը պետք է նաեւ ընտրություններից հետոյի միասնական ծրագիր մշակեն։ Շնորհակալ եմ ձեզ։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Թարմ ուղեղով զրույցն եք լսում կամ դիտում, սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, հիշեցնեմ, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանն էր մեր տաղավարում, շարունակեք հետևել գործարարալիքին, կհանդիպենք։